արտահանման սահմանափակումների մասին է այդ ներկայացվել Հայաստանի համապատասխանողի դրանից առաջ Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից արդեն հայտարարվել է, որ Հայաստանի հարցը Հայաստանի կարգավիճակի հարցը Իրանցի պետք է քննարկվի։ Մամուլում շրջանառվում են տեղեկություններ գազի հնարավոր թանկացման հետ կապված եւ այս ամենի ֆոնին ուզում եմ հասկանալ, երբ որ օրերս նշեցիք, որ Ռուսաստանի նախագահի հետ ունեք ընկերական հարաբերություններ։ Արդյոք այդ հարաբերությունները, ընկերական հարաբերությունները նշանակում են այսպիսի հարաբերություններ եւ խնդրում եմ յուրաքանչյուր ասացի համար, այսինքն այդ եւ ԵԱՏՄ-ի կարգավիճակի եւ մնացած խնդիրների հետ կապված Հայաստանի դիրքորոշումը ինչպիսին է։ Սա առաջի հարց եւ երկրորդ հարցը հետեւյալն է. դուք մշտապես այս ընթացքում խոսում եք ադրբեջանցիների վերադարձի հարցի ձեր օրակարգում չլինելու մասին։ Իմ հարցը հետեւյալն է, ես չեմ հարցնում ձեզ ընդհանրապես օրակարգում եղել հայ-ադրբեջանական քննարկման չի եղել։ Ձեր դիրքորոշումը ինչպիսին է։ Ես իմ Ձեր դիրքորոշումը ինչպիսին է։ Արդյոք ընդհանրապես Հայաստանը չի քննարկելու ադրբեջանցիների վերադարձի հարցը։ Դա երբևէ ոչ թե օրակարգում չի լինել, այլ ձեզ համար անընդունելի է։ Եվ վերջում դիտարկում օրերս Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ Եվրամիությանը չի հաջողվի պարապում մտցնել Վրաստանի եւ Հայաստանի հարաբերություններում։ Մի փոքր կբացեք ինչի մասին է խոսքը, ինչ պարապման մասին է։ Նախ վարդի եւ այդ սահմանափակումները միշտ էլ եղել են, որովհետև ցանկացած ապրանք, որ ֆիտոսանիտարական ստանդարտին չի համապատասխանում, այդ սահմանափակումները միշտ գոյություն են ունեցել եւ միշտ գոյություն են ունենալու։ Եվ նման իրավիճակներ վերջին 8 տարում տասնյակ անգամներ են եղել, տասնյակ։ Ընդ որում ոչ միայն ֆիտոսանիտարական։ Ուրիշ խնդիրներ են եղել կապված այլ ապրանքների հետ եւ մենք ԵԱՏՄ նիստերում անդադ այդ հարցերը քննարկում ենք, թե ինչքանով են որոշ ապրանքներ, որոնք ներկրվում են, այսինքն արտահանվում ներկրվում են որպես ԵԱՏՄ ապրանք, ինչքանով են ԵԱՏՄ ապրանք, որովհետեւ ԵԱՏՄ տրամաբանություն ունենա, որ ԵԱՏՄ ներսում արտադրված ապրանքները պետք է ազատ տեղաշարժվեն։ Եվ ժամանակ առ ժամանակ այդ հարցը մենք քննարկում ենք ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդում եւ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում։ Ես միակ ղեկավարն եմ, որ երկու ձևաչափում են մասնակցում։ Այսինքն այդ նման հարցեր անընդհատ են կրկնվում բոլոր երկրների հետ կապված։ Եվ հետեւաբար, այսինքն հարցածագում, այսքան վարդ է ներմուծվում Ռուսաստան, ինչքանով է իրոք այդ վարդերը արտադրվում Հայաստանում։ Հիմա պատվիրակություն է եկել եւ դա ել եմ ասում, մենակ Հայաստանի համար չի, այդպիսի տասնյակ պատվիրակություններ գնում են տարբեր երկրներ, որովհետեւ երկրները հարցեր են բարձրացնում։ Եվ սա հերթական աշխատանքային իրավիճակն է, ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ում կարգավիճակին, ԵԱՏՄ-ում կարգավիճակի հարցը ԵԱՏՄ-ի կարգավորումներով կարող է քննարկել մենակ Հայաստանը, այսինքն անդամ երկիրը, որ կարող է որոշել դուրս գալ, ուրիշ պրոցեդուրա չկա։ Բայց դենց ցանկացած հարց կարող են քննարկել եւ ենթադրում եմ մեր գործընկերների մոտ կարող են հարցեր ծագել եւ մենք բոլոր հարցերին համբերատար կպատասխանենք։ Ընկերական մասով, ինչպես ասում են, դրուժբա, սլուժբա, այսինքն ինչ կապ ունի ընկերական հարաբերությունները այս աշխատանքային հարցերի հետ, այսինքն եթե հարաբերությունները ընկերական են, այդ նշանակում է ոչ ԵԱՏՄ ապրանքը պետք է ԵԱՏՄ ապրանքի տակ կամ այդ նշանակում է ստանդարտին չհամապատասխանող ապրանքները պետք է ասենք դե քանի որ ընկերական հարաբերություններն եկեք բոլոր կարգավորումներից դուրս գանք։
Գազի թանկացման մասին նման բան չի կարող լինել, որովհետև մենք պայմանագիր ունենք։ Այսինքն մենք պայմանագիր ունենք, որը գործում է, եւ այդ պայմանագիրը փոխշահավետ է։ Եվ այդ պայմանագիրը այնտեղ պայմաններ կան, մենք իրականում գազի գնի հետ կապված մենք հստակ ռազմավարական պայմանավորվածությունների ենք եկել եւ այդ պայմանավորվածությունները պետք է պահվեն։ Ադրբեջանցիների հետ կապված ես դրա մասին հոդվածներ եմ գրել։ Ես նույնիսկ ելույթներ եմ ունեցել, ասելով, որ երբ որ արևմտյան Ադրբեջան խոսույթ օգտագործվում է, հիմա չեմ կարող հիշեմ, ասել եմ արևմտյան Ադրբեջանը, Ղազախն, չգիտեմ ինչն է, ուտենց թվարկելով եկել եմ, ասել եմ, որ Հայաստանում արևմտյան Ադրբեջան չի կարող լինել։ Հոդվածներ եմ գրել դրա մասին։ Բայց ես ուրիշ բան եմ ուզում ասել։ Ես ուզում եմ, որ մեր հանրությունը արձանագրի Ղարաբաղի, Նախճեվանի, ներքին կապեր ունեն։ Բայց նաև վերջին բրիֆինգներից մեկում չէ, կառավարության շենքում էինք անում բրիֆինգը, ես ասում եմ, որ եւ մեր հանդիպումներում էլ եմ ասում։ Ասում ուշադրություն դարձրեք, որ ադրբեջանցիների վերադարձի թեմայից խոսում են նույն ուժերը, ովքեր ակտիվ խոսում են Ղարաբաղի ժողովրդի վերադարձի թեմայից։ Նույն ուժը խոսում է համ նրանից, որովհետև մեկը առանց մյուսի գոյություն չունի եւ չի կարող գոյություն ունենալ։ Եվ այս է պատճառը, որ ասում են, որ իրանք պատերազմի եռագլուխ կուսակցություն են, որովհետև իրանք ուզում են կոնֆլիկտային վիճակ սրեն, ստեղծեն։ Բերեն բախման, թեմաները բերեն բախման, եւ դրանից կոնֆլիկտը էլի վերակենդանանա։ Ասեք Հայաստանը եւ Ադրբեջանը փոխադարձաբար միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունը ճանաչել են։ Ես համոզված եմ, որ այս հենքի վրա մենք պետք է կառուցենք եւ կառուցում ենք խաղաղություն։ Այդտեղ չկա Ղարաբաղի Նախճեվանի, մենակ Ղարաբաղը չի։ Ինչ եք մենակ Ղարաբաղի մասին ասում։ Բա Նախճեվանի հայությունը, բա Բաքվի հայությունը, բա Սումգայիթի հայությունը, բա Կիրովբաթի հայությունը, բա Գետաշենի հայությունը։ Եվ այլն, եւ ընդհանրապես Ադրբեջանի հայությունը։ Ինչ եք մենակ, հետաքրքիր է, իսկ ինչի է մենակ Ղարաբաղի հայության հարցը բարձրացվում, իրանք ինչի են մենակ դրա մասին խոսում։ Ես ասում եմ, չկա երկու թեմաներ, չկա ուղղակի։ Փակել ենք, այդ երկու թեմաներ փակել ենք։ Հիմա մյուսները ինչի են այդ պատերազմի եռագլուխ կուսակցությունը, մի հատ հիմար հոլովակ են սարքել, միլիոններ են ծախսում, որ այդ հոլովակը պատտվի, ինչի համար։ Ոչ թե իմ դեմ հակակարողություն են անում, իրանք այդ հարցը ուզում են ներմուծեն քաղաքական օրակարգ։ Բանը, լրտեսական գործունեությունն է դա։ Էդ է, որ ասում եմ, լրտեսական եռագլուխ կուսակցությունը։ Կոնֆլիկտ բորբոքելու համար։ Կոնֆլիկտը չկա։ Այս ամբողջ խնդիրը։ Ես ասում եմ, գուցե 23, գուցե 24 թվին հոդվածներ եմ գրել ես դրա մասին։ Կարծեմ Armen Press-ում է տպվել է, հրապարակվել է։ Հա, Վրաստանի պահով ես հստակ ասել եմ, որ Հայաստան Եվրամիություն հարաբերությունների համար Վրաստան ունի շատ էական եւ առանցքային դեր եւ մենք շատ անհանգստացած ենք
այդ իրադրությամբ եւ մենք կարծում ենք, որ այդ իրադրությունը պետք է լուծվի։ Եվ Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները դա կապ չունեն մեր եւ մեր երկուսից որևէ երրորդ կողմի հետ հարաբերությունների հետ։ Եվ բնականաբար այդ հարաբերությունները ռազմավարական են, երկարաժամկետ են, պատմական են եւ շարունակելու են այդպես պատմական էլ մնան, եղբայրական են։ Դա ուրիշ սցենար չի կարող լինել պարզապես։ Այդ էլ արձանագրենք, որ հոսանքը Ռոմանոս Պետրոսյանի հետ կապ չուներ կազմամասնավոր ընկերության ներքին խնդիրն է։ Մենք հիմա մասնավոր կազմակերպություն ունենք, վարձակալել ենք այս տարածքը այս ասուլիսի համար, որովհետև այսօր ջրվեժ, նոր Երևանի ջրվեժ եւ նոր թաղամասեր ունենք քարոզություն անելու, դրա համար ենք այստեղ շատ լավ։ Համեցեք։ Պարոն վարչապետ, քարոզարշավի այս թեժ փուլում դուք հայտարարեցիք, որ Հայաստանում կարող է տեսնել, ոչ